Շնորհակալություն պատվարժան դատարան, դատավարության արգելի մասնակիցներ։ Ես կարծում եմ իրավաչափության պայմանների փոփոխության մի քանի անհերքելի տվյալ ներկայացվեց։ Մեկը դա այն համապատասխան փաստաթղթերն են, որոնք դատարանին ներկայացվել են եւ դատարանը ըստ էության գտել է, որ դրանք պետք է քննարկման առարկա դարձվեն խափանման միջոցի քննարկման հետ միաժամանակ, որոնք վերաբերում են ընտանեկան դրությանը ըստ էության։ Ես չգիտեմ արդյոք հանրային մեղադրողները ծանոթացել են այդ փաստաթղթերին թե ոչ, բայց փաստ է, որ դրանք այնպիսի խնդիրներ են, որոնք այս 3 ամիսների ընթացքում նախորդ անգամ խափանման միջոցի քննարկման հաջորդած ժամանակահատվածում ավելի են սրվել։ Այսինքն, եթե մենք խոսում ենք ընտանեկան, սոցիալական եւ կենցաղային բնույթի հարցերից, որոնք առաջին հայացքից կարող են թվալ որպես ոչ էական իրավաչափության պայմանի փոփոխություն, բայց իրապես, երբ բախվում ենք իրական կյանքին, դրանք իհարկե էական են։ Եվ պատվարժան դատարան, ես առնվազն հիշում եմ, որ նախորդ անգամ, երբ միջնորդությունը ներկայացվել էր, դուք նույնիսկ որոշակի ժամանակահատված ընդմիջում վերցրեցիք։ Ընդմիջում վերցրեցիք այն իմաստով նաև, որը կարելի է այդպես մեկնաբանել, որ նշված հանգամանքներին խորամուխ լինեք։ Ամեն դեպքում դրանք իրապես այնպիսի տվյալներ են, որոնց հետ պետք է հաշվի նստել։ Ի վերջո ընտանեկան դրությանը վերաբերող հանգամանքները նաև քրեական դատավարության օրենսգիրքն էլ է պահանջում, որ հաշվի առնվեն։ Չախալյանը իր խնամքին ունի իր ընտանիքի անդամներին։ Իդեպ պատվարժան դատարան։ Այս քրեական վարույթը դատարանում քննվելու ընթացքում բոլորիս իհարկե մեղմ ասած ալեկոծում է այն հանգամանքից ելնելով, որ Բագրատ Սրբազանն է որպես ճակերտներում մեղադրյալ դատակոչվում այս դատական նիստերին, բայց պատվարժան դատարան, նաև օրինակ օրերս դատական նիստի ավարտին ես տեսա Չախալյանի ավագ որդուն դատական նիստերի դահլիճում։ Մենք ամեն անգամ տեսնում ենք Սարգսյանի գրի որդուն իր կողքը նստած։ Պատվարժան դատարան, այս ամենը վկայակոչում եմ այն իմաստով, որ 8 ամսվա պայմաններում նման նվազագույն իրավական, արժեհամակարգային, մարդասիրական հանգամանքները պետք է նշանակություն ունենան։ 19 տարեկան զավակը հորը չպետք է տեսնի այս ապակիներից այն կողմ։ Դրանով ինչ ենք շահում։ Եթե իսկապես կա իրավաչափ մի նպատակ, որը նժարին դնելով հավասարակշռման տեսանկյունից 8 ամսվա փաստական տվյալը դնելով այդ նժարին, 8 ամսվա կալանքի փաստական տվյալը դնելով այդ նժարին, եթե կա վկայակոչենք։ Բայց հակառակ դեպքում առնվազն սահմանադրական դատարանը իր ՍԴՎ 1792, ՍԴՎ 1796 որոշումներով ակնկալիք է ձևավորել նաև հենց ձեզանից, որ այս դեպքերում խափանման միջոց կալանքին պետք է վերջ տրվի։ Պատվարժան դատարան, իրավաչափության պայմանների տեսանկյունից, այո, ընտանեկան դրությանը վերաբերող հանգամանքները, այո, ժամանակային տևողությունը եւ դրա զուգորդումը բացառապես պատշաճ վարքագծի հետ, մեղադրյալների միջև խափանման միջոցների հավասարակշռման սկզբունքը, որը իրավակիրառ պրակտիկայում քանիցս իրացվում է։ Ես վստահ եմ հանրային մեղադրողներն էլ գիտեն նման դատական պրակտիկա, ես վստահ եմ պատվարժան դատարանը գիտի նման պրակտիկա, մի գործ էլ կարող եմ ես եւ պարոն Խաչատրյանը գործընկերս վկայակոչենք, եթե դատարանին դրա հասանելիության անհրաժեշտությունը լինի։ Իդեպ նշված գործով դատարանի կողմից հենց խափանման միջոցը փոփոխվել էր մի շարք մեղադրյալների պայմաններում, հենց ելնելով նաև հավասարակշռման սկզբունքից խափանման միջոցների։ Իդեպ դրա դեմ էլ բողոք էր ներկայացվել Արմեն Դանիելյանն էլ որպես այն ժամանակ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր անփոփոխ էր թողել այդ դատական ակտը։ Սրանով կարծում եմ բավականին կարևոր տվյալ են բացահայտում։ Բավականին կարևոր, քանի որ մենք գիտակցում ենք կանխավարկածը միշտ նման դեպքերում ի օգուտ ինչի է գործում։ Բայց այդ դեպքում այդպես չէր եղել եւ նշված դատական ակտը մինչ օրս հասանելի է դատալեքս տեղեկատվական համակարգում։ Պատվարժան դատարան իրավաչափության պայմանների տեսանկյունից մյուս տվյալը դա ըստ էության նաև նույնիսկ գրավը որպես խափանման միջոց առաջարկելն էր։
Եվ այստեղ խնդրում եմ պատվարժան դատարան եւ մեղադրողներին եւս դիմում եմ այս իմաստով։ Գրավը լինելու է էական մեծ ֆինանսական բեռ, այսինքն եթե այլ իրավիճակներում գրավը կրկին բեռ հանդիսանալով, բայց իր ֆինանսական կշիռը լինում է X կամ Y տրամաբանությամբ, այս դեպքում, երբ ընտանիքի հոգացության ապահովող հիմնական 8 ամիս մեկուսացած եւ այդ խնդիրները ֆինանսական աճել են, գրավը ինքնին ուրիշ մեծ նշանակություն է ունենալու։ Եվ եթե դուք նույնիսկ այդ պայմաններում 8 ամիս ժամկետի պայմաններում գտնում եք, որ դեռևս կա այդ ռիսկը, այն իհարկե կարող է չեզոքացվել համակցված գրավով, որը կրկին սա հատուկ ուզում եմ փոխկապակցված դիտարկել ընտանեկան դրությանը վերաբերող հանգամանքների հետ միաժամանակ, դրա արժեքը շատ ավելի մեծ է լինելու կոնկրետ Չախալյանների ընտանիքի դեպքում։ Եվ չափի հետ կապված իհարկե դատարանը նաև ունի հայեցողական հնարավորություն։ Պատվարժան դատարան կարծում եմ, եթե իսկապես մարդասիրության սկզբունքը չի ոչնչացվել, կարող է իհարկե մի օր տեսնենք քրեական դատավարության օրենսգրքի մեր իրավական համակարգի տրամաբանությամբ մարդասիրության սկզբունք չպետք է գործի։ Իհարկե դժվար է մարդասիրությունից խոսել այն պայմաններում, երբ տեսնում ենք, օրինակ պարոն Գալեյանը նստած է նիստերի դահլիճում, ով հերոս է տվել մեր հայրենիքին, բայց հենց իր նկատմամբ նույնիսկ ազատազրկման դատավճիռ էր կայացվել։ Ինչ ասենք, ամեն դեպքում աբսուրդներ շատ ենք տեսել, բայց կարծում եմ նաև աբսուրդները տեսնելով կարող ենք գոնե ավելի խորքային աբսուրդների կանխարգելման տրամաբանությամբ գնալ։ Գոնե դեռևս դա կարող ենք անել։ Իսկ եթե կարող ենք, կարծում եմ պետք է անենք։ Պատվարժան դատարան միանում են միջնորդությանը գործընկերներից ներկայացված, գտնում են, որ պարոն Չախալյանի դեպքում առավել ևս այն տվյալը, որը բացահայտեց պաշտպանը, որ հենց ձեր վարույթում, հենց ձեր պատասխանատվության ներքո դուք տեսել եք, որ Չախալյան Վահագի նկատմամբ ազատության սահմանափակման հետ ոչ մի առնչություն չունեցող խափանման միջոցի պայմաններում վերջինս դրսևորել է պատշաճ վարքագիծ, նույնիսկ սահմանը հատելու պայմաններում էլ է պատշաճ վարքագիծ դրսևորել, կարծում եմ 8 ամսվա խորապատկերով նշվածը բավարար է, որ իրավական գնահատական տրվի մեղմացնող խափանման միջոցի տեսքով։